Փառք Հիսուսին։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի, կարաս նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Հալելույա, շնորհակալ եմ փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, ինչպես միշտ հիանալի ներկայություն, փառք Հիսուսին, փառք քեզ Տեր ջան։ Մինչև ծառայության անցնել եք, ուզեմ խոսքը սկսեմ վկայությունը լսել եմ երեք, բայց խնդրել եմ, որ ձայնայինով ինձ այսօր ուղարկեն, մեր քույրիկներից մեկ ուղարկել է ձայնայինով մի երազ մարգարեական, որը որ տեսել է մեր եկեղեցու հետ կապված, ասում հով ջան, երազում ես մի լրիվ ուրիշ տեղ ենք, շատ ավելի մեծ եկեղեցի, ինքը բարձր, բեմը մեծ, ասում ու բեմը գիտեք ոնց էր, ասում ինքը կլոր էր, 4 կողմ ասում մարտիկ կային ու 2 հարկ էր եկեղեցին։ Ու գիտեք ասում նառա քուրը բան էր պատրաստում, հյուրասիրություն, որ ժողովրդին պետքա կերակրեր ու հյուրասիրեին ու ասում գիտեք ինչ տեղի ունեցավ, ասում մտել եմ ներս ու ասում եմ հովիվ ջան, դուրս այնքան մարդ կա, որ այս դալիճում տեղ չեն անի։ Սելիս գիտես մարգարեական երազա, լսեք, աշխարհում հələ այնքան մարդ կա, ով որ Աստծո խոսքի կարիք ունեն, ամեն։ Ու գիտես, այսօր ես ու դու պետքա դրա մեջ մեր բաժինը ունենանք, որ այդ մարդկանց ավետարանենք, որ այդ մարդիկ գան ու Տիրոջ հարց եկեղեցին լցվի։ Երկինքը լցվի Կրասնոդարում բնակված փրկված հայերով։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Ուզում եմ անցած տարվա կարգախոսքը ասեմ, հզորը մեծամեծ բաներ է անում եւ Սուրբ է նրա անունը, իրոք ինքը միշտ արդիական է, բայց այս տարի հիշում եք, բաց աչքերի տարի է, դրա համար աչքերներս բացում ենք մեր հոգեվոր ու նայում ենք այն մարդկանց, ում որ պետքա բերենք Աստծո ներկայության մեջ, ամեն։ Մի կարճ ժամանակ արդեն մի քանի ամիս է ես ինչ-որ մի հատ նոր հետաքրքրություն եմ ձեռք բերել, մինչև այդ մոտավորապես 40 տարեկան եմ, մինչև այդ չի եղել ինչ-որ մի հատ բան, որ ասենք ես երկար ժամանակով այդ ինչ-որ մի բանով զբաղվեմ, ինչ-որ մի հատ նախասիրություն ունենամ, երիտասարդ ժամանակ սպորտներ, ու հետո գիտեք ինչ արդեն 10 տարուց ավել է ես ճշմարիտ քրիստոնյա եմ, ոչ թե կրոնավոր քրիստոնյա, ինչ Քրիստոս եմ դավանում, Աստծո խոսք եմ քարոզում, մոտավորապես արդեն 10 տարի ինչ ապաշխարած եմ, դրանից հետո չի եղել ինչ-որ մի բան, որ ես շատ սիրեմ, ուզենամ դրանով զբաղվեմ։ Այս մի քանի ամիս է մի նոր զբաղմունք է իմ մոտ առաջացել, հովիվ գորի հետ կիսվել եմ, հիմա վկայությունը ուզում եմ համել վկայության համար ասեմ, ձգնորսությունը ժողովուրդ։ Գիտես ճիշտ է, այդ ձգնորսության պատճառը եղավ մի հատ մարդ, ով որ մեզի տարավ ձգնորսության հրավիրեց ու գիտես շատ հետաքրքիր Աստված հետաքրքիր ընդեղի մեջ բան արեց, ոչ թե տարավ որ ես դառնամ ձգնորս, չէ, բայց հետո Հովին ասեցի, Հով ջան, ասում եմ, գիտես, սենց հետաքրքիր բան է, նախասիրություն ունեմ, գնում եմ ձգնորսության, Հովս գիտես ինչ արեց, ասում է Աստված, Հիսուսը երբ որ Պետրոսին կանչեց, ասավ, արի ես քեզ մարդկանց որսորդ եմ սարքում, ասում է նայ հանկարծ հետ չգնաս, դառնաս ձգների որսորդ։ Իհարկե այդ ամենը հումորով, բայց գիտես, այդ ժամանակ ես ահագին բան սովորեցի։ Թվում է թե դու հովիվ ես, դու պետք է էսել իմանաս, էնել իմանաս, բայց գիտես, երբ որ դու գնում ես, առանձնանում ես, ամեն ինչից կդրվում ես, հա ու գնում ես բնության գիրք, որտեղ որ մարդ չկա, մենակ դու ես գնում, ու քո նման մի քանի հոգի, որ իրար ընդհանրապես չեք ճանաչում, ու դու գնում նստում ես, ու առաջին տպավորությունն են, որ այսա դու գցում ես, սաղ լճի ձկները դու ես բերելու, սաղն նայելու են ու քեզ ասելու են այդ տղեն հələ ինչ ձուկ անե, ու դու գնում ես ոչ մի բան չես բերում։ Գիտես, առաջի անգամ, երբ որ ես մեր եղբայրների հետ գնացի ձգնորսության ու երբ որ ես տեսա, իրանք ինչեր են առել, ինչեր ունեն ձգնորսության համար, ծաղրում էի, ասում էի, այ քեզի բան։ Էս ինչ զինանոց է, էս ինչ բան է, ու գիտեք հետաքրքիր ինչն է, ու նայում ես, որ հա ժամանակները գնում է, մեթոդներն էլ է փոխվում։ Գիտես, առաջ ավետարանչության մեթոդը գիտես որն է եղել, որ դու գնաս մարդուն տուն արտուն մանգաս ու մարդուն Աստծո խոսք ավետարանես։ Ամեն։ Իսկ առաջվա ձգնորսությունը էսա, ուրկանը գցե հանել էին։ Դուք պատկերացնում եք Պետրոսի կամ Հովանեսի, Պետրոսի ձեռը կամ Անդրեասի ձեռը մի հատ տայր հայերեն ուդիչքեն ոնց է, խայտ կարտը տայր, մի հատ այսենց
պապլավոք, չգիտեմ հայերեն, կներեք, տայր ասեր դենստի դու ձուկ բռնի։ Ու այսպես նստեին ու իրանք ձուկ բռնեին, իրանք չէին հասկանա ինչա կատարվում, հա, ասենք մենք ուրիշ ձև ենք ձուկ բռնում։ Սիրելիս, գիտես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ մենք ամեն փոփոխությունների պատրաստ եղնենք, ոչ թե պատրաստ եղնենք, որ եկեղեցով բոլորս դառնալու ենք ձգնորս, այլ չէ, որ մենք նայենք, թե ժամանակները ոնց են գնում, ինչ ընթացքի մեջ են, որ հասկանանք, թե այդ ժամանակահատվածում ինչա պետք ինձ ու քեզ կիրառել, որպեսզի փրկության ավետարանը հասցնենք մարդկանց։ Ու երբ որ ես վերջի անգամ գնացի արդեն ձգնորսության, մոտավորապես այս ժամանակակից այդ ամեն ինչից արդեն իմ մոտ կար, որ գնայ, ձուկ բռնեի, ու գիտեք ամենահաճելին որն է, որ ես գնացել եմ ու ձուկ չեմ բռնել, բայց ես հանգստացել եմ, ես վայելել եմ այդ ամեն ինչից։ Ու գիտես, մի բան կա, որ ես ու դու պետք է լավ հասկանանք, կա ժամանակ, որ երբ որ իմ ու քո մոտ ինչ որ մի բան չի ստացվում, պետք չի հուսահատվել։ Ամեն, կա ժամանակ, երբ որ իմ ու քո մոտ ոչ մի բան չի ստացվում, պետք չի դրանից հուսահատվել։ Դա պետք է պատճառ չեղնի, որպեսզի ես ու դու կոդրվենք ու ասենք, ըհն, էլի դադարք եկա, էլի դադարք եկա։ Ախր կարող է պետք է ասեի, Հիսուս որ կողմը գցեմ, աջ թե ձախ։ Հիսուս ախր դու ասել էիր աջ կողմը քիծ, բայց չգիտեմ, ոնց որ ստեղ պետք է գցե, ես ստեղ եմ գցե, չէ, սիրելիս։ Պետք չի ինձ ու քեզ հուսահատվել։ Աստծո խոսքը մի հետաքրքիր բան է ասում։ Երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 11-րդ խոսքից։ Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռնենք, հետն էլ կապրենք։ Եթե համբերենք, հետն էլ ինչ կանենք։ Ինչ։ Հետն էլ կթակավորենք, և եթե ուրանանք, նա էլ կուրանա մեզ։ Սիրելիս, շատ կարևոր բան է ասում։ Տեսեք, ճշմարիտ է այս խոսքը, Տիմոթեոսն է ասում է, լսեք, ես ինչը որ ասում եմ, ճշմարիտ Աստծո խոսք եմ ասում։ Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռնենք, Քրիստոսի հետ մեռանք, Քրիստոսի հետ էլ կապրենք, իր հետ հարություն կապրենք։ Եթե Քրիստոսի հետ մեռած ենք այս աշխարհի համար, Քրիստոսի հետ էլ կապրենք հավիտենական կյանքում։ Հետո, եթե համբերենք, հետն էլ կթակավորենք։ Եթե համբերենք, ինչին համբերենք, ինչի մասին է ասում Աստծո խոսքը, լավ ինչին համբերենք, եթե համբերենք, հետն էլ կթակավորենք, և եթե ուրանանք, նա էլ կուրանա մեզ։ Ես ուզում եմ այսօրվա մեր խոսքը, շեշտադրումը դնենք համբերության վրա։ Այսօրվա խոսքը վերնագրել եմ մի քիչ համբերի։ Եվ եթե համբերենք, կթակավորենք։ Տեսել եք մարդիկ, որ վրազ են, չեն սիրում համբերեն։ Օրինակ, իմ երեխենը դենց է, եթե ինչ-որ մի բան ինք իրան ուզեց ու դու հանգարց իրան ասեցիր կառնեմ, ասում ես կպատվիրեմ, կգա կվերցնենք, ասում է դե գնացինք վերցնելու, ասում ես տղա ջան, հələ չեմ պատվիրե, չէ գնացինք վերցնելու, բա երբ է եղնելու, բա ես երբ է եղնելու, դու ուրեմն գնանք, ուրեմն առնենք, ու ես հասկանում եմ, որ այս երեխեն համբերություն չունի։ Ու գիտեք, երբ որ ես նայում եմ ու իր այդ անհամբերությունը ինձ նյարդայնացնում է, նայում եմ, ասում եմ, երեխեն ոնց կարելի է, այսքան մի բանը 10 անգամ ասես, մի բանը 10 անգամ ասես, Տերը ասում է, նույնն էլ դուք եք իմ համար։ Մի բանը 100 անգամ էլ ասում եմ, մեկա դուք համբերություն չունեք։ Մեկա դուք անում եք այնպես, ոնց որ դուք եք ուզում, մեկա դուք անում եք այնպես, ոնց որ մտածում եք, որ դուք ճիշտ եք անում։ Տեսեք, եւ եթե համբերենք, հետն էլ կթակավորենք։ Հակոբոս 1:12 Տեսեք ինչ ասում։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը։ Վասնզի եթե փորձելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնե այն օրը, որ Տերը խոստացել է իրեն սիրողներին։ Հալելույա։ Երանելի է այն մարդը, որ համբերում է ինչին։ Փորձությանը։ Եղել է մի բան, որ ասես, Տեր ջան, ես քեզ սիրում եմ։ Մարդ կա, որ Հիսուսին սիրում է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տեսեք։ Ասում է,
Երանելի այն մարդը, որ համբերում է փորձությանը, վասզնի, եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնե, այն, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Ստեղ մատ ու կարեք իրար հետ կանգ առնենք։ Սիրելիս, բոլորս ենք, չէ, Աստծուն սիրում։ Բոլորս ենք ասում, Հիսուս, մենք քեզ սիրում ենք, ասում ենք, հավատում ենք, որ սիրում ենք, հավատարիմ կանգնած ենք դրա մեջ։ Ու գիտես, մի հատ կարևոր բան է ասում։ Խոստացել է, որ կտա իրեն սիրողներին, բայց պայման կա։ Ես ու դու պետքա փորձվենք։ Ես ու դու պետքա փորձվենք մեր սերը Աստծո նկատմամբ, Հիսուսի նկատմամբ իրոք անկեղծ է, թե չէ։ Որ կարդաս Մատթեոս 5:3-ից ընդեղ ասում է երանելի այն մարդը ու երանելիները սկսում է թվարկել ու հասնում է միտեղ, որ ասում է ուրախացեք եւ ցնծացեք, որովհետեւ այդպես հարածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային։ Նպատակը որն է, որ ես ու դու կյանքի պսակը ժառանգենք։ Գիտես, շատ մարդիկ, շատ քույր ու եղբայրներ գալիս են եկեղեցի, Աստծուց ինչ-որ մի բան խնդրելով, ինչ-որ մի կարիք ունենալու, մի կարիքից դրդված գալիս են, ասում ես պրոցես է։ Այդ ամենը պրոցես է, կամ ես եկել եմ ուզում եմ ազատագրվեմ, ես եկել եմ ուզում եմ բժշկվեմ, ու դու բացատրում ես, գիտես, դա մի անգամից չի լինում, չնայած չեմ կարող ասեմ, անողը ես չեմ, Տերն է, ինքը գիտի ինքը ոնց անում, բայց այդ ամենը պրոցես է, ընտանիքը վերականգնելը պրոցես է, չգիտեմ, ինչ որ հարաբերություններ կառուցելը դա էլ է պրոցես, չէ, մենք հենց հիմա ենք ուզում, հենց այս վարյանին ենք ուզում, հենց հիմա, ու գիտես, հենց որ այդ ամեն իրանց մոտ չի ստացվում, դրան չեն հասնում, ինչ են անում, ով է մեղավոր, կամ հովիվը, կամ եկեղեցին, կամ Աստված։ Կամ հովիվը, կամ եկեղեցին, կամ Աստված։ Ես եկա այս եկեղեցի, ընտանիքս չմիաբանվավ, չմիավորվավ։ Ուզում ես հարցնես, եղբայր, սիրելի եղբայր, սիրելի քույր, եկեղեցին պետքա քո ընտանիքը միաբաներ։ Եթե մի քո ընտանիքի քայքայման մեջ մեղավորը եկեղեցին եղներ, ուրեմն եկեղեցին պետք պարտավոր էր քո ընտանիքը միավորելու։ Բայց դու քո ընտանիքը քո ձեռով քանդել ես, եկել ես եկեղեցի, ուզում ես եկեղեցին քո ընտանիքը միաբանի։ Ես եկա խնդրեցի Տիրոջը, որ Տերը իմ ընտանիքին խաղաղություն տա, Տերը չտվեց։ Սիրելիս, իսկ միգուցե պետքա մինչև խաղաղություն խնդրելը ինքդ փոխվես, Աստծո առաջ կանգնես, ապաշխարես, խոստովանես այն բոլոր մեղքերդ ու հանցանքներդ, որ արել ես, ու բացի խոստովանելն էլ հրաժարվես դրանից ու էլ երբեք չանես, որ Աստված քո տան մեջ խաղաղություն բերի։ Տեր, դու իմ տան մեջ խաղաղություն բեր։ Ես նենց խաղաղության կարիք ունեմ։ Իմ տունը քո խաղաղության կարիքն ունի։ Իմ տան մեջ քո անունը պետքա փառավորվի, բայց գնում ես տուն, ոչ մի փոփոխություն չկա։ Ոչ մի բան չկա, դու գնում ես, նույն կներես ես բարիս համար, նույն հիստերիկը գնում ա տուն, ինչ խաղաղության մասին ա խոսքը։ Դու ինչ-որ բան ստանում ես, փառք Հիսուսին։ Գիտեք, հիշում եմ, երբ որ որոշ ժամանակ առաջ եղբայրներով գնացել էինք հանգստանալու, ու չգիտես ինչի ահագին մարդ կար, ձգնորսներ, ու ոչ մեկ ձուկ չէին բռնել։ Այդ օրը ոչ մեկ ձուկ չէր բռնել։ Ու գիտեք, հետաքրքիր հումորներ սկսվավ։ Չէինք համբերում։ Հələ օրը նոր է սկսվել, նոր են գնացել արդեն մի քանի ժամ անցել է, ոչ մեկ ձուկ չի բռնել, ու մենք սկսեցինք հումորներ անելը։ Եղբայր ջան, եթե անկար ձուկ չբռնեցինք, այսօր մենք ձուկ չկերանք, քեզ ենք ուտելու։ Սելիս դրա մեջ իրականություն կա, գիտեք, չէ՞, որ հանկարծ մենք մեր ուզածին չենք ասում, սկսում ենք իրար ուտելը։ Ստեղ ես, որ հանկարծ մենք մեր ուզածին չենք հասնում, հանկարծ ինչ որ ուզում ենք դրան չենք ստանում, սկսում ենք իրար ուտելը։ Մեկը պետք է եղնի, որ մեղավոր էր։ Հանկարծ որ մենք գնում ենք ձուկ բռնելու, ու այդ օրը եթե Գագիկ եղբայրը մեր հետ է ու մենք ձուկ չենք բռնե, Գագիկն է մեղավոր։ Իմացեք, բոլոր ձգնորսությունից հենց որ մենք հետ ենք գալիս ու ձուկ չենք բռնե, մեղավորը Գագիկն է։ Եթե ինքը նույնիսկ մեր հետ չի եղել։ Նորմալ է, չէ՞ ժողովուրդ, պարտադիր ինչ-որ մեկին պետք է մեղադրենք։ Մենք մեզի չենք մեղադրում։ Մենք մեղ չունենք։ Կարային զանգեն օրինակի համար, կարային զանգեն ու ասեն. «Եղբայր, բայց չգիտեիր, որ վաղը անձրև ա գալու։ Չասեիր, վաղը չգնայինք ձգնորսության, կամ չգիտեմ ինչ, ինչ-որ մի բան ասեինք, հա ինչ-որ մեկը մեղավոր է, մենք մեղավոր չէինք։ Ինչի, որովհետև համբերություն չունենք, սիրելիներս։
չենք համբերում։ Հələ մի հատ մտնենք օրինակի համար, տենանք, եղանակի տեսությունը ինչ է ասում։ Հələ արիք մի հատ մտնենք, տենանք, մեր երկնքի երկրի արարիչը իր խոսքում իմ ու քո համար, մեր իրավիճակների համար ինչ է ասում, համբերություն չունենք։ Մի եղբոր հետ եմ խոսում, գիտեք ինչ ասում։ Այս եղբայրը Աստվածաշնչում այստեղ է կարտացել է ու ըստ այս եղբոր կարտացած տեղի ես ճիշտ եմ։ Ու գիտեք հետաքրքիրը ինչն է։ Ես 5-րդ տարին արդեն հովվական ծառայության մեջ եմ, ել եմ ասում, մոտ 10 տարի արդեն Աստծո խոսք եմ կարդում, գրեթե ամեն օր։ Ոչ մի անգամ այդ եղբոր ասած տեղը Աստվածաշնչում չեմ կարտացել։ Ոնց որ ինքը ասում է բառ առ բառ։ Ուզում ես հասկանաս, սիրելի եղբայր, միգուցե մի քիչ ժամանակ տրամադրեիր, մի քիչ համբերություն ձեռք բերեիր ու ինքդ Աստծո խոսք կարտայիր, տենայր Աստված քո կյանքի համար ինչ է ասում։ Չէ, ինչ անենք, մի քիչ նեղություն ա եղել, մի հատ նեղության մեջ ենք հայտնվել, մի հատ խնդիրների, խնդիրների մեջ ենք հայտնվել, կոնկրետ ինչ որ մեկը պետքա մեղավոր եղնի։ Ինչ որ մեկը պետքա մեղավոր եղնի։ Ես կխնդրեմ մի հատ նկար կա, այդ նկարը դրեք էկրանին ու միասին կարդանք Հռոմեացիս 12:12-ը։ Հուսով ուրախացեք, նեղությանը համբերեցեք, աղոթքում հարատևեցեք։ Չգիտեմ երևում է թե չէ, այս նկարի վրա քարայծեր են։ Նկարը ես չկարեցա նորմալ նկարը, ինքս եմ այս հեռախոսից նկարը։ Գիտեք, այն ժայռի վրա են շակալներ։ Ներքևում էլ։ Բայց նայեք, այծերը, քարայծերը ինչ տեղ են կանգնած։ Այն ասում եմ, կյանքս մազի ծերից կախված է։ Մի հատ նայեք, իրանք ինչ տեղ են կախված։ Ամենադժվար իրավիճակի մեջ են։ Վերևում փորձանքն է, ներքևում փորձանքն է, աճ ու ձախ անցնելու տեղ չկա։ Դրա համար այս խոսքն է ինձ ու քեզ պետք։ Հուսով ուրախացեք, նեղությանը համբերեցեք, աղոթքում հարատևեցեք։ Բա ինչ անեմ ես։ Գիտես հետաքրքիր ինչն է, այնքան է կանգնում այդ խնդիրը, այնքան այդ խնդիրները իրանց գլխին կանգնում, այս տեսահոլովակը մինչև վերջ նայել եմ, այնքան են կանգնում, տենում են որ չէ, ոչ մի բան դուրս չի գալիս, այծերը ավելի համբերատար են, քան իրանք, թողնում գնում են այդ խնդիրները։ Սելիս չեմ ասում անդարդ կեկելի պես նստի, հա, բայց ուզում եմ, որ մի քիչ համբերություն ունենաս։ Կարակ փոխեք։ Մի քիչ համբերություն ունենաս, որ ինչ որ խնդիրների, հարձակումների կամ ինչ որ խնդիրներին համբերես, սովորես համբերես։ Տանդ մեջ խնդիր է եղնում, սիրելի քույրս, սիրելի եղբայրս, խնդրում եմ քգուրտի պես մի բռնկվեք, մի քիչ համբերեք, մի քիչ համբերություն ունեցեք, իրար լսեք, շատ կարևոր է, իրար չեն լսում, իրար չեն համբերում, վերջ, ես գնում եմ, ուր ես գնում։ Հետո ոնց գնումը դենց հետ են գալի, փառք ես Տեր ջան։ Առաջին Կորինթացիս 10:13 Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձություններից, բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնել ձեզ ձեր կարողություններից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքնել կպատրաստե, որ կարողանաք համբերել։ Ուրեմն նայեք, ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձություններից։ Ուշադիր ես, մարդկային փորձություններն Աստված չի փորձում։ Աստված ասուխոսք ասում է, չար բաներով չի փորձում, բացի մարդկային փորձություններից, բայց Աստված հավատարիմ է, Աստված ամեն նեղության, քո ամեն փորձության մեջ հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողություններից որ վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքնել կպատրաստե, որ կարողանաք համբերել։ Որ կարողանաք համբերել։ Սելես գիտես ինչ կարևոր մի հատ բան եմ քեզ ուզում ասեմ։ Սելիս Աստված գիտի, որ ես ու դու անհամբեր ենք։
Դրա համար ինձ ու քեզ ելքը ցույց է տալիս, որ կարենանք համբերենք։ Դու այստեղ ես։ Աստված գիտի, որ ես ու դու անհամբեր ենք։ Դրա համար, որ կարդում ես խոստումները Աստվածաշնչի, որ Աստված խոստանում է, որ ես ու դու կարողանանք համբերենք։ Այդ խոստումները, այն ամեն մի խոսք, այդ խոսքից բռնենք, որ ասենք, Աստված ասել է, մի վախեցիր, որովհետև ես քո հետ եմ։ Աստված իմ հետ է։ Այդ խոսքը Աստված ինձ քեզ տալիս է, որ մենք իրավիճակներին կարողանանք համբերենք։ Դու այստեղ ես։ Փառք Հիսուսին։ Մի տեղ կա Աստվածաշնչում։ Եղբայրներից մեկի հետ այս մասին խոսում քննարկում էինք համբերելու հետ կապված։ Չգիտես ինչի մարդիկ գիտես ոնց են ուզում։ Ամենալավն եմ ուզում, ամենաճոխն եմ ուզում ու հենց հիմա։ Ամենալավը, ամենաճոխը ու հենց հիմա ուզում եմ։ Այ հենց հիմա է այս ինձի պետք։ Չգիտես ինչի մարդը մտածում է, որ այն ինչը որ Աստված իրան ասել է, որ այս ժամանակները կգա ու ես քեզ էդի կդամ ու գիտես այն երեխեքի պես փոքր երեխեքի պես հելնում ես ժամացույց առաջ ես տալիս սլակներին, որ այդ 2 ժամը անցնի, ասում ես հələ արդեն ժամը 7-ն է, որ չգիտեմ այդ ինչը որ papan ու maman խոստացել են, papan ասել է ժամը 7-ին գալու է տուն, բայց ժամը 7-ը չկա, ոնց անեմ, որ papan շուտ գա, կայնի ժամերը առաջ տամ, իրավիճակները առաջ տամ։ Ինչի, որովհետև համբերել չենք սիրում։ Համբերել չենք սիրում։ Ուրախությունով ուզում եմ մի հատ լուր ասեմ։ Ուրախությունով։ Այնքան է սիրտս ուրախանում։ Գիտեք, քանի ընտանիք ա եկե վերջի ժամանակներս, քանի ընտանիք ա եկե խոսացել են, որ հասել արդեն ծայրահեղության, որ իրանք բաժանվում են։ Այս վերջի ամիսների ընթացքում չեմ կարող, անկեղծ չեմ հիշում, թե քանի ընտանիքի հետ եմ խոսացել, որ հասել է այն աստիճանի, որ բաժանվում են։ Միակ բանը, որ ասել եմ, գիտեք ինչ է, կարաք մի քիչ համբերեք։ Կարաս մի ամիս համբերես ու անես այն ինչը որ այստեղ Աստծո խոսքը ասում է, ստեղ։ Մի ամիս համբերես։ Մի ամիս ուրախությունով ուզում եմ ասեմ, իմ հետ խոսացած ընտանիքներից ոչ մեկ չի բաժանվել։ Ինձանից չի, սիրելիս, դա իմ շնորհքը չի, դա Աստծո խոսքն է, Աստծո շնորհքն է, որ մարդը ուղղակի պետք է սովորի համբերի, սովորի լսի, չենք լսում, չենք ուզում համբերենք, չի ստացվում մեր մոտ։ Սատանայի ուզածը հենց է դա, գիտես, չէ՞։ Հենց մի հատ քեզ խուճապի բերի, որ ոնց որ էս այծերն էին, բայց մենք այծեր չենք, մենք գառներ ենք, ամեն։ Ու հենց որ մի հատ խնդիր ա բերում, մի հատ խուճապ ա բերում, որ դու խառնվես իրար, որ համընդեղից ա փորձություն, ստեղից ելք չկա, ինչ անեմ, համբերի։ Ելք չկա, այս այծերի համար, նայեք, ընդհանրապես ելք չկար։ Վերևում թշնամինը, ներքևում թշնամինը, աջ ու ձախ կողմերից ելք չկա։ Մենակ այդ պետք է մնան ու համբերել։ Քեզ պետք է հավատաս Աստծո խոսքին, վստահես Աստծո խոսքին, համբերություն ձեռք բերես, որովհետև Աստծո խոսքը հստակ շեշտում է, Հակոբոս ասում է, երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, վասզնի եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնե, այն որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Գիտես մի ուրիշ խոսքով ինչ է նշանակում։ Երբ որ Հիսուսը քեզ հարցնում է, քուրս սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ։ Գիտես հաջորդ բանը ինչ կասի։ Համբերի։ Դե մի քիչ համբերի ես նեղություններին, դե մի քիչ համբերի ես չարչարանքներին, մի քիչ համբերի ես խնդիրներին, որովհետև ես քո համար կյանքի պսակ ունեմ, որ հավիտյան օրումը ժառանգելու ես։ Սիրում ես, համբերի։ Ոնց համբերեմ, արա այն ինչը որ ես քեզ ասում եմ։ Ինչ անեմ, Տեր, ասեմ։ Հույսով ուրախացի նեղությանը համբերի աղոթքի մեջ հարատևի։ Եփեսացիս 4:23 Ամեն խոնարհությունով եւ հեզությունով եւ երկայնամտությունը սիրով իրար համբերելով ճանալով հոգու միաբանությանը պահել խաղաղության կապով։
Ճանալով հոգու միաբանությունը պահել խաղաղության կապով է։ Կերնի համբերես տանդ մեջ խաղաղություն պահես, իրար համբերեք, հոգնել եմ, էլ տանել չեմ կարա, կյանքս դժոխք կա դարձել է։ Ուզում ես հասես, գիտես, մի վարգյան դժոխքի հոդը առնես, մի վարգյան այսենց դժոխքի հոդը առնես, կասես երանելի եմ ես։ Կողոսացիս 3:13 Իրար համբերելով և իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտնջանք ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Մի քիչ խնդիր կա մի ընտանիքի մեջ, կամ տան մեջ խնդիր կա, չեն կարում իրար համբերեն, իրար չեն կարում ներեն, իրար դեմ տրտնջում են, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Հիմա ուզում եմ քեզ մի հատ բան հարցնեմ։ Սիրելիս, ախր այնքան անարտար են իմ հետ վարվե։ Հովիվ ջան, չես պատկերացնում, ախր այնքան անարտար են։ Ուզում եմ քեզի հարցնեմ։ Այդ Քրիստոսի դեմ ինչը որ վարվեցին, ո՞րն էր արտար։ Ո՞րն էր արտար։ Այդ որ խաչի վրա հայոյում էին, վարեն թքում, իմ ու քո համար։ Հիշում եք ինչ ասեց։ Ների իրանց հայր, չեն հասկանում ինչ են անում։ Չեն հասկանում իրանք ինչ են անում։ Բայց գիտեք ինչը, խաչի վրա Քրիստոսը մինչև վերջ համբերեց, որպեսզի ես ու դու փրկվենք։ Հալելույա։ Մի բան կա, որ իրոք մեկ հարցնում եմ, Տեր, քո համբերությունը երբ է սպառվում։ Գիտես, այստեղ մի հատ մի տեղ կա Աստվածաշնչում, որ Աստված չի համբերում այդպես բաները։ Ես չգիտեմ, Տիրոջ համբերությունը երկյուղը անսպառ է, բայց դե մի տեղ կա, որ կուզ ինձ ու քեզ ահագին մտածելու առիթ է տալիս։ Սաղմոս 101:5-ը։ Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ։ Նա որ ամբարտավան է աչքերով եւ հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ։ Նա որ ամբարտավան է աչքերով եւ հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել։ Արի ոտի կանգնենք։ Հալելույա։ Եղբայրներից մեկի հետ խոսում էինք Աստվածաշնչյան մի դրվագի հետ կապված, երբ որ Աստված իր ժողովրդին հանել էր արդեն Եգիպտոսի գերությունից ու Աստված Մովսեսին կանչում է Սարը իր հետ խոսալու, ժողովրդի համար պատգամ տալու։ Ոնց որ ինձ ու քեզ այստեղ տվե Աստծո խոսքը։ Ու գիտեք, Աստծո խոսքը ասում է Ելիս 24:13-ում ասում է, եւ Մովսեսը իր պաշտոնյա Հեսուի հետ գնաց։ Գնում էր Սարը։ Ու գիտեք հետաքրքիր ինչ է, ասում է ծերերին, Ահարոնին օրին ասեց, այս մարդիկ կմնան, ժողովուրդ, ինչ խնդիր, ինչ հարց որ ունենաք, կգաք այս մարդկանց մոտ։ Այս մարդկանց մոտ այս ձեր հարցերով այս մարդկանց հետ։ Կգաք այս մարդիկ ձեր համար կաղոթեն, ձեր հարցերին կպատասխանեն։ Ու գիտեք, երբ որ գնում այնտեղ գրված չի, որ
Ահարոնն ու օրը իր հետ գալիս էին, չէ, ինքը ասեց Հեսուին, Հեսու պաշտոնյային վերցրեց ու գնացին իրանք։ Ու երբ որ Հեսուն մնաց սարի տակ, Մովսեսը գնաց, բարձրացավ ամբերի մեջ, պատկերացնում ես, Հեսուի վիճակ, հա բալընդ է, ինքն դե վերևները, բա ինչ գնաց են, դե իրան լավ ազգում, ես ստեղ, խի ինձ անես, թող ինձ էլ թողեր, էլի ասեր, դե գիտես, մնա դու էլ, ուրեմն կմնաս Ահարոնի հետ, դու էլ ես ժողովրդի վրա դատ կենես, ժողովուրդ կանց մեկի համար կաղոտես, ես ում եմ պետք, ոչ ընդեղ էի պետք, ոչ ստեղ էի պետք, մեջտեղն եմ, հա, ոչ թե ժողովրդի հետ մնացի, ժողովրդի համար ինչ-որ մի հատ բան անեմ, մնայի գոյն է ժողովրդի համար կաղոտեի, ինչ-որ մի բան կանեի, շատերի մոտ հիմնականում դենց էձև իրավիճակներ եղնում ա, գիտես, չէ։ Են որ չգիտեն իրանք որտեղ են, ինչ կարգավիճակում են, ու մեկ է մի 10 անգամ ուզում են հարցնեն, իրանք ճիշտ տեղում են, թե չէ, Տեր, որն է իմ տեղը, որն է իմ տեղը, ես չգիտես, ոչ եկեղեցում եմ, ոչ չգիտեմ, ծառայողի հետ ինչ-որ միսիոներության մեջ եմ, ես չգիտեմ որտեղ եմ ես, մի հատ բան եմ ուզում ասեմ, որտեղ են ասել, որ եղնես, որտեղ են ասել, որ դու եղնես, ասում եմ Մովսեսը բարձրացավ 40 օր Աստծո ներկայության մեջ վայելում էր Աստծո ներկայության մեջ վայելում էր Այդ խոսքը գրված է Ելից 24-ում Այդ ամենի մեջ ինքը վայելում է Աստծո հետ բերան առ բերան խոսում է Ոնց որ Աստծո խոսքն է ասում, հա, բերան առ բերան խոսում է, պատվիրանները տալիս է, երկու քարե տախտակ, երկու կողմից պատվիրանները, խոսքերը գրված գալիս է։ Մինչև այն ժամանակ, որ Ելից 32-ում Աստված խոսում ասում է, իջի, ժողովուրդը ուրիշ ժանրի կինոների մեջ է, չի համբերում։ Համբերություն չունի, որովհետև Մովսես մարդը ուշացել էր, ժողովուրդը տեսավ, որ Մովսես մարդը ուշացավ, համ ժողովուրդը տեսավ, որ Մովսես մարդը ուշացավ, համ են մարդիկ, ում որ ասել էր, կմնաք ժողովրդի վրա տիրություն կանեք, հա, կաղոտեք իրանց համար ինչ որ մի խնդիր կունենան, կգան այդ խնդիրով ձեր մոտ, իրանց հետ խոսացեք, բայց ինչ արեցին, իրանք է չհամբերեցին, հա դե 40 օր սոված ծառով մեռած կեղնի Կանին ենց անենք մարդկանց դուրը գանք հանգարց ու չհամբերեցին Ինչ որ Աստված Մովսեսի բերանով ասել էր, որ անեին, չարեցին Ու գիտեք շարունակությունը այնքան հետաքրքիր է Ելից 32 Ներողություն, եկեք Ելից 24-ի 13-ը կարդանք Եվ Մովսեսը եւ նրա պաշտոնյա Հեսուն վեր կացան եւ Մովսեսն Աստծո սարը ելավ Եվ ծերերին ասեց. Դուք այստեղ մեզ սպասեցեք, մինչև որ ձեր մոտ դառնանք, եւ ահա Ահարոնը եւ օրը ձեր հետ են։ Ով որ դատ ունենա, թող նրանց մոտ գնա։ Ինչ որ բանի կարիք ունենան, գնացեք։ Օրի ու Ահարոնի մոտ։ Եվ Մովսեսը սարը ելավ, ամպը ծածկեց սարը։ Եվ Եհովայի փառքը Սիոնի սարի վրա հանգչեց եւ ամպը ծածկեց նրան 6 օր եւ 7-րդ օրը ամպի մեջից կանչեց Մովսեսին եւ Եհովայի փառքը տեսիլքի սարի գագաթի վրա մաշող կրակի պես էր մեր Աստված մաշող կրակի պես է եւ Իսրայելի որդի աչքերի առաջին եւ Մովսեսը ամպի մեջ մտավ եւ սարը ելավ եւ Մովսեսը 40 օր եւ 40 գիշեր սարումն էր Այն մաշող կրակի, Աստծո զորավոր ներկայության մեջ 40 օր, գիտես հետաքրքիր ինչն ասել ես, ուրեմն 40 օր ինքնտեղ էր, Աստծո ներկայության մեջ էր։ Մի հատ հարց եմ ուզում տամ, բա որտեղ էր Հեսուն։ Որտեղ էր Հեսուն։ Ելից 32-ի 15 Եվ Մովսեսը դարձավ եւ սարից իջավ եւ
վկայության երկու տախտակները ձեռքին էին, տախտակների երկու կողմերից գրված էին, այս կողմից եւ այն կողմից գրված էին նրանք, եւ տախտակները Աստծո գործիքն էին։ Եվ գործիքն Աստծո գրվածն էր տախտակների վրա փորագրված, եւ Հեսուն, ուշադիր, եւ Հեսուն լսեց ժողովրդի ձայնը գոռալիս եւ ասեց Մովսեսին. Պատերազմի ձայն կա բանակում է։ Դու պատկերացնում ես 40 օր հետո մեկ է հայտնվավ Մովսեսը։ Հələ մեկի ամուսինը մի օր տուն չեղնի, առաջի հարցը գիտես որ նա, ուր էիր, հələ ասա ում տնից ես գալիս, ում մոտ էիր գնաց է, ուր էիր, 40 օր հետո իջելա, ոչ մի հարց, ոչ մի պատասխան, սելիս, գիտես կյա հանգիստ, Հեսուն, գիտի ուրա գնաց է Մովսեսը, սելի քույրիկներ, սելի համացանցով դիդող մեզ քույրիկներ, սելի համացանցով դիդող մեզ եղբայրներ, եթե ձեր քույրիկ կանայք եւ ձեր ամուսինները եկեղեցում են, գնացել են Աստծուն փառք տալու, փառք տուր Աստծուն, որտեղ ամենաաբահով տեղն է, Աստծո ներկայության մեջ, փառք Հիսուսին։ 40 օր հետո իջելա, ոնց որ ոչ մի բան եղած չեղնի։ Մովսեսի համար էր գեր բնական ներկայության մեջ 40 օր հետո իջելա ոչ մի բան ոնց որ չկա ու ասում է կարող ես կրվի ձեն ա եղել չի հարցնում հե նորմալ էր ինչ չէր գիտես ինչը սիրտը ցավում է ժողովրդի համար ժողովրդի ձենն ա լսե չի սպասում էգար հələ դե պատմի տենամի ինչ կա հələ մի հատ ասա ինչ ա եղել գիտի ում համար ա գնացե ժողովրդի համար է չէ գնացե Սելիս ուշադիր ես, Մովսեսը ժողովրդի համար էր բարձրացել սարը, ամեն, ու հենց որ Մովսեսը իջավ սարից, Հեսուն էլ այդ սրտա ցավությունն ուներ, այդ միաբանության մեջ էր Մովսեսը, դրա համար հենց որ ժողովրդի մեջից ինչ-որ մի հատ բան լսեց, ասավ, ես կարող է կրվի ձեն ա գալիս, ուշք ու միտքը ժողովուրդն էին, գիտես ինչի, որովհետև թե հոգով, թե սրտով Մովսեսի հետ միաբան էին, հալելույա, Եվ Հեսուն եւ նա ասեց. Սա հաղթության աղաղակի ձայն չէ եւ պատերազմի աղաղակի ձայն չէ, այլ խաղի ձայնն եմ լսում ես։ Ժողովուրդը ոչ պատերազմի մեջ է, ոչ հաղթում է ուրայա գոռում, ոչ էլ պարտվում է գոռում են օգնեցեք, այլ պարում են։ Քեֆներ իրանց լավացրել են, պարում են։ Ու գիտես հետաքրքիր ինչն է։ Թվում էր թե Դե Մովսեսից հետո դե պարզանա, կամ օրնա, կամ Ահարոնը, չգիտեմ, ինչ որ մեկը կեղնի, բայց գիտես ով եղավ, Հեսուն, որ 40 օր, երբ որ Մովսեսը սարում էր, ինքը սարի տակն էր, երբ որ իջավ առաջին հանդիպումը, որ ունեցավ, Աստծուց հետո իջավ առաջի հանդիպումը, որ ունեցավ, Հեսուն էր, հանգիստ իր տեղը գիտեր, այն մեջտեղի մարդն էր, ոչ սարի վրա էր, ոչ է ժողովրդի մեջ համբերի երանի նրան ով որ մինչև վերջ կհամբերի փառք Հիսուսին հալելույա երանի քեզ որ մինչև վերջ այսօրվա ծառայությանը համբերեցիր Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում ինքը առաջի անգամա, եթե այստեղ ես ձեր բարձրացու ողջունենք քեզ, եթե առաջ անգամ, Տերը ձեզի շատ օրհնի, քուր ջան, Աստված ձեզի շատ օրհնի, մենակ մեր քուրն է, փառք Հիսուսին, դու էլ ես առաջ անգամ եղբայր, չէ, լավ, փառք Հիսուսին, ես քեզ առաջ չեմ կանչի, Կխնդրեմ մենք միասին մի աղոթք կանենք, հա? Այստեղ գտնվողները բոլորը այդ աղոթք կարել են։ Աղոթքը կոչվում է ապաշխարության աղոթք։ Սիրելի համացանցով հետևողներ ջան, դիտողներ ջան, կխնդրեմ դուք էլ այս աղոթքը անեք, հա, հաշտության աղոթքը։
Գիտեք ինչ ենք անելու, ասում ենք Հիսուս ջան, հիմա ինչ արե, չեմ արե, ես խնդրում եմ, որ դու ինձ ներես, ուզում եմ կյանքս քեզ տամ ու քո հետ ապրեմ։ Կանեք իմ հետ այդ աղոթքը։ Ամեն։ Սիրելի եկեղեցի, խնդրեմ փագես աչքերդ ու իմ հետ կրկնես։ Ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։